Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համեցեք, եթե կարևոր բան կա այսօր։ Պարոն վարչապետ, մենք արդեն շրջանառել ենք նախագիծը, երևի 1-2 շաբաթ հետո ամենաուշը կառավարության նիստում այդ հարցը կհաստատենք եւ որպեսզի հունվարի 1-ից մեկնարկենք։ Հիմա դե որ ասցիք մի հատ էլ պարզաբանենք։ Դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացի, երբ որ ինքը առևտրի համար վճարեց անկանխիկ, այդ անկանխիկ վճարումների 2%-ը ինքը հետ վճարը ստանալու նույն քարտին ինքնաշխատ եղանակով, էլ դիմում գրելու բանի անհրաժեշտություն հերթ կանգնել, դիմում գրել, նույնականացման քարտ, անձնագիր, ծննդը։ Դա վերաբերվում է արկա քարտերին։ Դա վերաբերվում է արկա քարտերին, այո, հայաստանյան քարտերին։ Շատ լավ, համեցեք բան։ Շնորհակալություն եւ հետեւաբար մեր դեպքում էլ 22% է դառնում միանգամից կենսաթոշակառուների համար, դա էլ ֆիքս ենք։ Հա, այդ պահն էլ չեն արձանագրել, այսինքն կենսաթոշակառուները մի հատ էլ 2%-ը տեղից են ստանում։ Այո։ Եվ պարոն վարչապետ, այդ ամեն ինչը հաշվի առնելով նաև որ դուք իրավացիորը նշում եք, որ փաստացի հաղթանակ իրավիճակ կա ստեղծում, քաղաքացին մասնակցում է իրից թոշակի գեներացմանը, նաև ստվերի կրճատմանը, բայց այնուամենայնիվ մենք մի քիչ վարչարարության խստացման անհրաժեշտություն ունենք հատկապես գյուղական համայնքներում, առևտրի կետերում, անկանխիկ առևտրի մասով ես խնդրում եմ, որ մեր գործընկերները հատկապես պետեկամուտների կոմիտեի այս մասով մի քիչ աշխատանք կատարեն, որտեղ բողոքները հիմնականում դրանից են։ Ասում են մենք գնում ենք քարտով, մեզ ասում են ապարատը չի աշխատում, լույս չկա, չգիտեմ, եւ այդպես շարունակ, թեև դա դրթում է այնուամենայնիվ, որտեղ մենք թվերը տեսնում ենք աճի եւ շրջանառության աճի եւ մարդկանց աճի, բայց մենք էլ մեր կողմից մի քիչ աջակցենք, որ process-ները ավելի սահուն ընթանան։ Այո, բայց տեսեք, դա էլ հաջորդը, այդ բողոքը, այդ շատ լավ նշան է, որովհետեւ նշանակում է, որ քաղաքացի է հայտնվել, որը շահագրգիռ է, որպեսզի կայացված որոշումները ի կատարածվեն, որը օրենքը գործի։ Հասկանում եք, այս շատ կարևոր նրբություն է, շատ կարևոր նրբություն է։ Հիմա մեր կարգավորումներով, օրենքով եւ այլն առևտրի ոչ ստվերային լինելը, այդ օրենքի պարտադիր պահանջ է։ Բայց այդ շատ դեպքերում հնարավոր չի լինում, որովհետեւ կաբինետներից հնարավոր չի վերահսկել։ Եվ երբ որ չկա շահագրգիռ քաղաքացին, որ այն կողմից ասի՝ մի րոպե, ինչ ես անում։ Հենց սա այն դեպքն է, որ քաղաքացին էլ եմ ասում, պետք է հասկանա, որ ստվերային առևտրի ամեն գործարք իրենից կոնկրետ գումար է տանում, չեմ ուզում ասել գողանում, որ բան կոպիտ չհնչի, բայց էլ եմ ասում, մենք մտանք խանութ, այս ժամացույցը գնեցինք, մենք այս ժամացույցի հարկը վճարում ենք, չենք կարա չվճարենք, ավելացված արժեքի հարկը իրա մեջ է։ Այսինքն մենք փողը տալիս ենք բանը ձեռք բերելու համար, ժամացույցը ձեռք բերելու համար, եթե գործարքը սահմանված կարգով չի կնքվում, 20% ավելացված արժեքի հարկը չի մտնում բյուջե, եւ այս նույն ժամացույցը վճարած քաղաքացու ճանապարհը ասֆալտ չի լինում, երեխան դպրոցում սահմանափակ հնարավորություն ունենում եւ այլն եւ այդպես շարունակ ամենատարբեր բաներ պիտի նշենք եւ մենք սրա մասին պետք է ասենք մարդկանց, որ իրանք հասկանան, որ այդ գործարքը իրենց թվում է թե կառավարությունից են, կառավարությունն է պակաս ստանում։ Ոչ, դուք եք պակաս ստանում, սիրելի քաղաքացիներ, ամեն անգամ առանց ՀԴՄ-ի անկանխիկ առևտրի սահմանափակ ստվերային ամեն գործարք դուք ինչ 1000 դրամ, 1000 դրամ եք տվել, մինիմում 200 դրամ կորցնում եք այդ գործարքից, եթե գործարքը ստվերային չի։ Շատ լավ։ Հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։